Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ եկեղեցու եւ ժողովրդիս կողքին։ Սամվել Կարապետյանը ուղերձով դիմել է քաղաքացիներին։ Գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանի միջոցով ուղերձով դիմել է դատարանի բակում հավաքված քաղաքացիներին։ Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ եկեղեցու եւ ժողովրդիս կողքին։ Մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Սամվել Կարապետյանը քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել այս օրերին իր եւ ընտանիքի կողքին լինելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաեւ բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։ Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Ջանք ու եռան չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պարակ տող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար, ասել է Կարապետյանը։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը 2 ամսով։